Համացանցում մի պատմություն կա, որ իսկապես ցնցող պնդում է անում։ Իրանի գերագույն առաջնորդը մահացած է։ Սա, գիտեք, ուղղակի լուրջ չէ, այլ մի սցենար, թե ինչպես կարող է մի ամբողջ տարածաշրջանում ամեն ինչ գլխիվայր շրջվել։ Դե ինչ, այսօր եկեք միասին շերտ առ շերտ բացահայտենք այս դրամատիկ պատումը, սկսած ենթադրյալ սպանության ամենափոքր մանրամասներից, մինչև դրա կանխատեսվող գլոբալ հետևանքները։ Դե ինչ, որտեղից է սկսվում այս ամբողջ անհավանական թվացող պատմությունը։ Ամեն ինչի հիմքում ընկած է մեկ շատ պայթյունավտանգ հայտարարություն։ Ու պատկերացրեք, ըստ սկզբնախաբյուրի, այս խոսքերի հեղինակը ոչ ավել, ոչ պակաս ԱՄՆ նախկին նախագահն է։ Սա ուղղակի ինֆորմացիա չի, չէ՞։ Սա միանգամից փոխում է ամեն ինչ, բարձրացնում է խաղադրույքները ու պատմությանը տալիս է, այսպես ասած, պաշտոնականության շունչ։ Բայց լավ, որտեղից այդպիսի վստահություն։ Ըստ այս պատմության, ամեն ինչ հիմնված է, այսպես ասած, անհերքելի ապացույցի վրա։ ԱՄՆ-ն ու Իսրայելը իբր տեսել են լուսանկարները, այսինքն պատմությունը մեզ մատուցվում է ոչ թե որպես ենթադրություն, այլ որպես փաստ, գործողությունը 100%-ով հաջողված է։ Լավ, բայց ըստ այս պատմության կոնկրետ ինչ է տեղի ունեցել։ Ահա այստեղ արդեն սյուժեն դառնում է, կարելի ասել, կինոյի սցենարի պես, լիքը ցնցող մանրամասներով։ Ուրեմն պատմությունը մեզ տանում է շատ կոնկրետ մի օր, 2026 թվականի փետրվարի 28-ի առավոտ։ Սկզբնաղբյուրը սա նկարագրում է որպես Խամենեիի ընտանիքի դատաստանի օր է։ Այս կոնկրետությունը, գիտեք, միանգամից ուրիշ զգացողություն է տալիս, ոնց որ թե իրական լինի։ Իսկ հարձակման մասշտաբը ըստ այս պատմության ուղղակի ապշեցնող է։ Խոսքը 1-2 ռումբի մասին չի, ոչ, 30 ռումբ, բոլորը թիրախավորել են առաջնորդի նստավայրը, Բեյթ ալ-Ռախբարը։ Ու սրանք էլ հասկանալի է, սովորական ռումբեր չէին, խոսքը GBU-28-ների մասին է, որոնց անվանում են բունկերներ քանդողներ։ Այսինքն դրանք ստեղծված են, որ խորը ամրացված թիրախներ ոչնչացնեն։ Սա արդեն ոչ թե ուղակի հարված է, այլ մի ամբողջ կառավարման կենտրոնի համակարգված ոչնչացում։ Բայց ամենացնցողը երևի թե հենց թիրախն է։ Ըստ այս պատմության, թիրախը միայն առաջնորդը չէր։ Նպատակն ասես ավելի խորն է եղել ջնջել ժառանգական ամբողջ գիծը, վերացնել դինաստիայի օրինականությունը։ Սա ըստ այս սցենարի ոչ թե ուղղակի սպանություն է, այլ դինաստիան արմատախիլ անելու փորձ։ Դե այս ամենի կենտրոնում իհարկե Ալի Խամենեիի կերպարն է։ Որպեսզի հասկանանք, թե ինչ նշանակություն կարող է ունենալ նրա ենթադրյալ մահը, պետք է մի պահ նայենք, թե ով էր նա։ Պատմությունը մեզ ցույց է տալիս մի ուղի, որն իսկապես անհավանական է թվում։ Աղքատ մանկություն, հետո մահափորձ, որից հետո նրա աջ ձեռքը կաթվածահարվեց ու վերջում Իսլամական Հանրապետության գահը, որը նա զբաղեցրեց 37 տարի։ Այստեղ շատ կարևոր մի դետալ կա, նրա մականունը կենթանի նահատակ։ Սա նա ստացել էր 1981-ի մահափոխցից հետո։ Ու սկզբնաղբյուրը հենց այս կերպարն է օգտագործում, որ ընդգծի նրա, այսպես ասած, անխոցելիության առասպելը։ Իսկ դա իր հերթին ենթադրյալ մահը ավելի դրամատիկ է դարձնում, չէ՞։ Լավ, իսկ ինչ է լինում, երբ այսքան հզոր կենտրոնը հանկարծակի վերանում է։ Դե, ըստ այս սցենարի, պատասխանը մեկն է՝ քաոս։ Այստեղ պատմությունը նկարագրում է մի երկիր բաժանված երկու իրարամերժ իրականությունների։ Մի կողմից պետական հեռուստատեսությունը 40-օրյա սուգ է հայտարարում, Խուրան է հնչում, մյուս կողմից, ըստ այս պատմության, Թեհրանի թաղամասերում մարդիկ տոնում են, կարծես երկու տարբեր աշխարհ լինի։ Ու այս իշխանական վակուումը, ըստ այս պատմության, մենակ Իրանի ներսում չի։ Ալիքները տարածվում են ամբողջ մերձավոր արևելքով։ Պատկերացրեք, Իրանի դաշնակիցների ցանցը Բեյրութից մինչև Սանա ըստ էության քաթվածահար է լինում։ Նրանք մնում են, ինչպես նշվում է, ռազմավարական որբության մեջ։ Եվ այս ամենը բնականաբար մեզ բերում է մի վերջնական, գուցե ամենակարևոր հարցին։ Սա արդյոք ուղղակի մեկ մարդու մահն է, թե մի ամբողջ համակարգի փլուզման սկիզբը։ Սկզբնաղբյուրն այստեղ շատ ուժեղ համեմատություն է անում Իրանի խորհրդային պահը։ Գաղափարը շատ պարզ է։ Երբ գաղափարախոսության կենտրոնական սիմվոլը, կենտրոնական սյունը փլուզվում է, ամբողջ կառույցը կարող է քարտետնակի պես փլվել նրա հետևից։ Ինչպես նշվում է այս պատումի մեջ, համակարգը բախվում է մի վակուումի, որը պարզապես հնարավոր չէ լրացնել։ Իրականում սա է ամբողջ համակարգի, այսպես ասած, աքիլեսյան գարշապարը։ Ամեն ինչ կառուցված էր մեկ մարդու շուրջ։
Եվ այսպես, այս ամբողջ դրամատիկ պատմությունը մեզ թողնում է մի շատ սուր հարցի առաջ. արդյոք Խամենեի ու նրա ընտանիքի հուղարկավորությունը կդառնա նաև Իսլամական Հանրապետության վերջին հուղարկավորությունը։ Ըստ այս սցենարի, սա պատմության ավարտը չէ, այլ մի նոր անկանխատեսելի գլխի սկիզբը, ոչ միայն Իրանի, այլ մի ամբողջ տարածաշրջանի համար։